Մենք վերադարձանք ու շարունակում ենք մեր եթերը, այն է տոնական եթերը, այո, որովհետև ռադիոն հայկական նշում է իր 100-ամյակը։ Եվ հենց այդ կապակցությամբ նորից պետք է խոսենք կարևոր մարդկանց հետ, բայց ավակ սերնդին ճանապարհեցինք, ոնց որ մենք մեզ երիտասարդ ենք, ես ինձ երիտասարդ եմ, էլի համարում, մնացինք մենք մերոնցով, երիտասարդներով նկատի ունեմ։ Ինչու ասացիր ես։ Որտեվ դու ես երիտասարդ։ Ես Հայաստանի օրենքով վաղուց երիտասարդ չեմ։ Մինչև 35 տարեկաններն են երիտասարդ համարվում։ Հասկացա։ Բա դուք երիտասարդ եք, ես դեռ ոչ։ Ես արդեն ոչ։ Եվ սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, ովքեր տաղավարում են։ Կարեն Կոլոսովն է մեր տաղավարում, Ռադիո Արևիկի հեղինակ եւ հաղորդավար, բարի լույս Կարեն, եւ Վեգա Անդրեսյանը, իմ ռադիոյի ղեկավարը։ Բարի լույս ու շնորհավորում ենք ձեզ տոնի կապակցությամբ։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալ ենք։ Ու շատ ուրախ ենք, որ մեզ հետ եք այսօր որոշել առավոտը սկսել։ Մենք էլ ենք ուրախ, շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Չնայած որ մինչև մեր զրույցը մենք բարձրացինք, որ դուք եք այն վաղ առավոտյան արթնացողներից, շտապող աշխատանքին, այդ տպավորությունները, որ ուղիղ եթերում եք, չէ՞ աշխատում։ Այո, ես առավոտյան ուղիղ եթերում եմ աշխատում, ես էլ հանրային ռադիոյի առավոտյան ծրագիրն եմ զուգահեռ վարում, այնպես որ կիսում եմ ձեր առավոտյան էմոցիաներն ու դժվարությունները։ Բայց նաև կիսվեք այն էմոցիաներից, թե ինչ է սա ձեզ համար։ Հայկական ռադիոն 100 տարեկան է, մեկ դար արդեն ապրում է ու դեռ ապրելու է վստահ ենք շատ երկար ժամանակներ, շատ երկար տարիներ, բայց երբ որ մի պահ մտածում ես, թե ինչպիսի մարդիկ են այս կառույցում եղել, ովքեր են ծնողները եղել, հետո պահպանողները, սնողները, ու այսօր նաև մի մասն էլ դուք եք կազմում։ Ինչպիսի զգացողություն է սա ձեզ համար։ Եվ անսահման հպարտություն, բայց նաև պատասխանատվություն, որովհետև ինչպես նշեցիք, այդ պատմությունը ինքը պարտավորեցնում է, որովհետև դու գիտակցում ես, որ ամեն օր մտնում ես մի շենք, որտեղ որ ժամանակին իրենց քայլերն են սկսել շատ մեծ վարպետներ, իրենց գործի հաղորդավարներ, խմբագիրներ, տեխնիկական աշխատողներ, ու մենք այսօր իրենց գործն ենք շարունակում, կարելի է ասել, բնականաբար մեծ պատասխանատվություն եւ հպարտություն, որովհետեւ այդ պատմական շենք մտնելը ռադիոտուն, իսկապես ռադիոտուն, մենք ասում ենք տուն, որովհետեւ իսկապես տան նման է, ու չգիտեմ, շատ հաճելի է ու նաև շատ ուրախ եմ, որ 100-ամյակին, այսինքն ես հանրային ռադիոյի աշխատող եմ եւ հենց նշում ենք 100-ամյակը այն ժամանակահատվածի հետ է համընկել, երբ որ ես այնտեղ եմ, ճիշտ ժամանակին ենք ծնվել։ Այո, լավագույն ժամանակներում ենք ապրում։ Ձեզ համար Լիովին կիսում եմ Կարենի միտքը ու նաև սա կառույց է, շենք է, որտեղ կարող ես հանդիպել Ռուբեն Մաթևոսյանին, Վարուժան Օլքինյանին, որոնք դեռ աշխատում են ռադիոյում ու հպարտությամբ քեզ համարել նրանց կրտսեր գոլեգան։ Իսկապես երբեմն դե մոռանում ենք առօրյա գործերի մեջ, որ սա 100-ամյա կառույց է եւ որ բազմաթիվ սերունդներ են փոխանցել այս ամենը մեզ, հատկապես մեր օրերում, երբ տարիներ շարունակ հեռուստատեսությունը ստեղծվեց, մարդիկ ենթադրեցին, որ ռադիոն այ հիմա կմեռնի, հետո ստեղծվեց համացանցը, մարդիկ այսին այ հիմա, բայց երբ հասկանում ես, որ եղել են մարդիկ, որոնք փոխանցել են այս երևույթը մեզ, մեդիայի այս ձևը մեզ, իսկապես զարմանալի մի բան է, կախարդական։ Եվ դուք էլ այն մարդկանցից եք, ովքեր փոխանցելու են հաջորդներին, ստացվում է։ Այո, ապրեցնում ենք։ Այո, իդեպ հատկապես մեր պարագայում ինչ որ առումով այդ փոխանցելու process-ը բարի բուն իմաստով, որովհետև ռադիո Արևիկը մանկապատանեկան ալիք լինելով շատ հաճախ իրենց կադրերը, այսպես ասած, հետո մեծանում ու փոխանցվում են մեզ, արդեն երիտասարդական ալիքին, իմ ռադիոյին, եւ արդեն պատրաստի տաղանդավոր պատրաստված մարդիկ են ունենում մեր թիմում, ինչի արդյունք շատ հաղորդավարներ թե ռադիոյի, թե հեռուստատեսության իրենց ճանապարհը սկսել են հենց մանկապատանեկան խմբագրությունից, հանրային ռադիոյի եւ շատ ընկերներ, հրաշալի դպրոց է։ Իհարկե, բայց վերադառնալով 100-ամյակին նշվող նաեւ իրադարձությունների մասին մի փոքր Սկսենք մանկապատանեկանից։ Որտեղից կուզես, դու ասա։ Դե իհարկե գանք մեծանանք։ Դե գանք մեծանանք։ 100-ամյակի հետ կապված գիտենք, որ մրցույթ է հայտարարվել, արդեն 100 տարի խոսում է Երևանը այս դպրոցական հենց թեմայով։ Ինչ մրցույթ է սա, ինչպես միտքը ծնվեց, ինչ չափորոշիչներ կան այս մրցույթում, արդեն հայտերը ընդունված է, թե դեռ կարող են մարդիկ դիմել։ Ինչ փուլում ենք։ Շատ լավ, այո։ Դե քանի որ նշում ենք ռադիոյի 100-ամյակը, որոշեցինք, որ նաև անմասն չի կարող մնալ մանկապատանեկան խմբագրությունը եւ որոշեցինք ամենահետաքրքիր ինտերակտիվ, այսպես ձևը կլինի դա մրցույթի տեսքով կազմակերպելը։ Մրցույթը, ինչպես նշեցիք, գրում է արդեն 100 տարի է խոսում է Երևանը խորագիրը։
եւ նախատեսված է ավագ դպրոցականների համար 10, 11, 12-րդ դասարանների համար եւ յուրաքանչյուր դպրոց կազմում է իր թիմը, մասնակցում է մրցույթին, հայտն է ներկայացնում, արդեն հայտերի ընդունումը ավարտվել է, ներկայումս հետազոտական եւ մենթորության փուլն է 6 թեմա ենք մենք առաջարկել, հա, օրինակ, չգիտեմ, երաժշտությունը ալիքի վրա, իմ ընտանիքի ռադիոհիշողությունը, TikTok, թե ռադիո Եվ յուրաքանչյուր թիմ դպրոց ընտրում էր իր թեման եւ դրա վերաբերյալ երկու մասից է բաղկացած ծրագիրը տեսական մաս, որոնք իրենք անում են հետազոտական աշխատանք, օգտվում են մեր արխիվային նյութերից, իդեպ ասեմ անպայման մենք բոլոր դպրոցներին, բոլոր մասնակից թիմերին հրավիրում ենք ռադիոտուն, իրենց համար շրջայց են կազմակերպում շենքում, էքսկուրս, պատմությանն ենք ծանոթացնում, նաեւ աշխատանքներին, ինչպես է ձայնագրությունը լինում, մոնտաժի աշխատանքները, մի խոսքով այսպես իդեպ նշեմ, որ հենց հիմա էլ Կողբի դպրոցը գտնվում է ռադիոտանը, հենց այս պահին մենք եթերում ենք, իրենք այնտեղ շրջում են, ծանոթանում են ռադիոյի աշխատանքներին ու ասեմ, որ մրցույթին մասնակցել են շատ-շատ թիմեր Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, ինչպես նաև մայրաքաղաքից։ Շուտով արդեն կմեկնարկի գործնական փուլը, որի ընթացքում իրենք 5-ից 7 րոպե տևողությամբ մեդիա նյութ պետք է պատրաստեն, ազատ են ընտրելու թե վիդեո ձևաչափով, թե աուդիո ձևաչափով եւ ունենալու են 3 մրցանակային տեղեր, առաջին տեղը 120,000 դրամին համարժեք մրցանակ են ստանալու, երկրորդ տեղը 75,000 եւ երրորդ տեղը 45,000 եւ սեպտեմբերին կլինի մրցանակաբաշխությունը, կամփոփվեն, կպարգևատրվեն եւ լավագույն աշխատանքները կհեռարձակվեն ռադիո Արևիկի եթերում։ Հրաշալի։ Սպառիչ։ Մրցույթը կա խմբային է թե անհատական, այսինքն մասնակցում խմբային է, թիմերով է, յուրաքանչյուր թիմում 3-ից 5 հոգի աշակերտ, ավագ դպրոցական մասնակցում են եւ ունեն նաեւ թիմի ղեկավար, ով այդ դպրոցի ուսուցիչներից է։ Այդպես, բայց աշակերտները ինքնուրույն են այդ աշխատանքը անում, մենք իհարկե օգնում ենք իրենց նյութը պատրաստելու, մոնտաժելու, խմագրելու հարցում, բայց նշեցիք, որ շատ են դիմողներ եղել, անկեղծ հետաքրքիր է, քանի դպրոց է ակտիվություն։ հստակ թիվը չեմ մենք 100-ին ենք սովորել, էլի։ 20-ից ավել դպրոց գիտեմ, որ մասնակցելու է եւ իրենց հրավերները ուղարկվել են, որպեսզի մեզ մոտ գան, այսինքն Հրաշալի, բայց իրոք սա հրաշալի առիթ է եւս մեկ անգամ մրցույթն իր հերթին, որը շատ գրավիչ էր, բայց նաեւ ինձ դուր եկավ, որ շրջայցերը, պես շրջելով, պատմության հետ ծանոթանալով, բայց դա կապ չունի, չէ՞ որ մրցույթին մասնակցում են թե չէ, կարող են հայտ ներկայացնել ուղղակի գան շրջելու համար, թե ոչ։ Մեր դռները միշտ բաց են, ցանկացած դպրոցականի, ցանկացած պատանո առաջ կարող են զանգահարել, գալ, ծանոթանալ մեր աշխատանքներին եւ նաեւ հնարավորության դեպքում համալրել մեր պատանի հաղորդավարների թիմը։ Ինչպես կարող են Այցելել ռադիո Արևիկ.am մեր պաշտոնական կայքն է, դեպ նաև մեր բոլոր հաղորդումները այնտեղ են հասանելի, ինչպես նաև գրել մեր Facebook-ի կամ Instagram-ի էջերին ռադիո Արևիկ։ Այսքան բան, հիմա հասունացանք։ Փոխանցում ենք հիմա Մեծացանք այո։ Եվ շատ սպառիչ հասունացանք կարծես։ Տեղը տեղին։ Ընտիր։ Գանք հիմա արդեն միջոցառումներին հիմնականում ձեր փուլում ինչ միջոցառումներ եք դուք անդրադառնալու, վստահ եմ այսքան տեղյակ եմ, որ մինչև մեր զրույցները նշեցիք այնտեղ հաղորդումներ կան մի շարք, ոչ միայն այսպես միջոցառումներ, նաև հաղորդման շրջանակներում ձեզ մոտ ինչ նորություններ ունենք։ Դե մեզնից առաջ մեր գործընկերները, պարոն Քոլյանը ներկայացրեցին թե ընդհանուր ռադիոն ինչեր է պատրաստում, կոնկրետ երիտասարդական ալիքի մասով ասեմ, որ բնականաբար մենք եթերում նույնպես ոչ թե 1 կամ 2 թողարկմամբ, այլ ամբողջ տարվա ընթացքում փորձելու ենք ամփոփ ներկայացնել երիտասարդներին ռադիոյի 100 տարվա պատմությունը։ Ունենք օրինակ մի ոդքասթ, որը կոչվում է Հին ջահելություն, եւ այս ոդքասթի շրջանակում բոլոր ասպեկտներով ներկայացնելու ենք ռադիոյի 100 տարին։ Օրինակ, սկսած շենքի կառուցումից, դե շենքը 100 տարեկան չէ, ավելի ուշ են տեղափոխվել մեր ավագ գործընկերները այս կառույց։ Այս ասեմ 4-րդ տունն է ռադիոյի։ Գուցե, այ դա մենք մինչև այդ տեսանյութ արդեն դիտել ենք։ Եվ բացի դրանից եթերում իհարկե կունենանք անդրադարձներ, բայց քանի որ ինչպես Կարինեն նշեց, հաճախ շրջայցեր ենք ունենում եւ նկատել էինք, որ երիտասարդներին, ուսանողներին, մեր թիրախային լսարանը հիմնական երիտասարդներն են, ամենից շատ դուր է գալիս այդ ձայնագրվելու process-ը, նրանց շատ հետաքրքիր է ձայնի կախարդական աշխարհը, հայտնվել տաղավարում, միշտ հարցնում են իսկ կարող ենք ձայնագրվել, կարող ենք մեր ձայնը լսել ռադիոյի միջոցով եւ մտածեցինք, որ նման հնարավորություն 100-ամյակի շրջանակում, 100-ամյակի միջոցառումների շրջանակում պիտի ունենա յուրաքանչյուր երիտասարդ եւ հենց հանրային ռադիոյի մոտ Ալեք Մանուկյան փողոցում կտեղադրվի իրական մեծ ռադիո տաղավար, որն իդեպ նաեւ շատ հետաքրքիր եւ գեղեցիկ դիզայն ունի, հենց ռադիոյի տեսքով է լինելու, ռադիո ընդունիչի տեսքով։ Անհամբեր սպասում եմ, որ բոլորը տեսնեն։
հնարավորություն կլինի դե իհարկե նախ լուսանկարվելու, Instagram, Facebook տեղադրելու, դրա հետ կապված փոքրիկ մրցույթներ նաև կհայտարարենք on-line երիտասարդներին հետաքրքիր եւ բացի դրանից յուրաքանչյուրը կունենա հնարավորություն լսելու եւ եթե հիմա փորձեմ բառ հորինել աուդիո սուվենիր ունենալու, հա, իր հետ ինչ որ փոքրիկ աուդիո նվեր տանելու, կկարողանան ռադիոյական արտահայտությունները իրենց անուն ազգանունով հնչեցնել, պրոֆեսիոնալ ձայնագրություն ունենալ, օրինակ խոսում է Երևանը, եթերում այսինչն է, ցանկացած մեկը կկարողանա ձայնագրվել, մեր աշխատակիցները կօգնեն, բացման հետաքրքիր արարողություն կլինի։ Ինչքան ժամանակ կմնա հստակ օրեր դեռ չենք որոշել, սկզբում մտածում էինք, որ 2-3 օր կմնա, բայց քանի որ տեղը արդյունքում երկար փնտրտուքներից հետո ընտրվեց հենց ռադիոտան գից տարածքը, սա մեզ հնարավորություն կտա ավելի երկար պահպանել տաղավարը, գուցե ամիսներ, հետո էլ արդեն երևի ռադիոտան ներքին բակ կտեղափոխենք, դեռ ճակատագիրը հետագա չենք որոշել կառույցի, բայց այս փոքրիկ տաղավարի, բայց որ մի քանի ամիս գոնե կփորձենք պահել, դա հաստատ։ Հրաշալի գաղափար է։ Շատ։ Ես էլ եմ ուզում փորձել։ Սիրով կսպասենք, հրավիրում ենք, սեպտեմբերին է բացումը տեղի ունենալու, իրականում, քանի որ ամբողջ տարվա ընթացքում ենք տարբեր միջոցառումներ ունենալու, այսպես փորձել ենք բաշխել, որ ամեն ամիս մի հետաքրքիր բան ունենանք, կոնկրետ տաղավարի բացումը սեպտեմբերին ենք պլանավորում, բայց մինչև դա էլ, ինչպես արդեն նշեցի, կարող են լսել մեզ, թե մենք, թե վստահաբար Արևիկը հետաքրքիր բովանդակություն ենք ապահովելու, թե 100-ամյակի միջոցառումների հետ կապված։ Մի փոքր փակագծեր կարող ենք բացել, թե ոչ։ Իհարկե, մեր մասով Ինչ հաղորդումներ են սպասվում կամ մոտ ժամանակները պլանավորվում։ Նախ բոլոր այն մարդկանց համար, որոնք գուցե այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչպես, ինչու, որտեղից սկսվեց ռադիոն, որովհետև իսկապես նոր սերնդի համար այնքան էլ պարզ չէ, շատ բաներ անհասկանալի են, ամեն դեպքում համացանցի սերնդի հետ գործ ունենք, կպատմենք ամեն ինչ, սկսած ինչ էին այն ժամանակ լսում, ինչ էր հեռարձակվում ռադիոյում, ինչպես էին եթեր մտնում, ինչ դժվարություններ կային, մեր ավագ գործընկերները կպատմեն իրենց առաջին մուտքը ռադիո, կհասկանանք հենց նույն այդ ինչպես դուք նշեցիք 4-րդ տուն տեղափոխության ընթացքը ինչպես է տեղի ունեցել, շենքը ինչպես է կառուցվել, ինչ դժվարություններ են եղել, կգանք կհասնենք մեր օրեր, ինչպես ենք մենք հիմա աշխատում։ Ի վերջո ոդքասթ մշակույթին կգանք կհասնենք, որովհետև օրինակ մենք երիտասարդական ալիքը հիմա փորձելով ինտեգրվել ավելի երիտասարդական ուղղություններին, գրեթե ամբողջությամբ մեր բովանդակությունը ադապտացրել եւ վերածել ենք ոդքասթների, այսինքն գրեթե յուրաքանչյուր հաղորդում, որը հեռարձակվում է մեր եթերում, ոդքասթ ձևաչափով հայտնվում է նաեւ ոդքասթ հարթակներում, որպեսզի ավելի երիտասարդ եւ ժամանակակից ունկնդիրը հնարավորություն ունենա իր նախընտրելի ձևաչափով այս ամենը լսել։ Մի խոսքով անելու ենք ամեն ինչ, որ հենց երիտասարդներին մատչելի լեզվով, ձևով, երբեմն էլ փոքրիկ խայծիկներով մոտ բերենք երիտասարդներին դեպի ռադիոն։ Որպեսզի մի 100 տարի հետո 200-ամյակը միասին այստեղ հանդիպենք նշենք։ Այո։ Շատ լավ, որպես վերջին հարց, ոչ թե հարց, այլ նաև ուղերձ կուզենայինք լսել ձեր ուղերձը գործընկերներին իհարկե ու նաև ռադիոլսողներին։ Եվ մասնավորապես այս պարագայում երիտասարդությանը երևի։ Նախ, քանի որ հանրային հեռուստաընկերության համար նույնպես հոբելյանական տարի է, 70, չէ, եթե չեմ սխալվում ամյակն է, հենց ամսաթվով չէ, բայց այո, ժամանակից շուտ, քանի դեռ կա հնարավորություն, նաև ձեզ շնորհավոր եմ հանրային հեռուստաընկերության մեր գործընկերներին, կարծում եմ սա նշանակում է, որ մեդիայի պատմության համար, հայկական մեդիայի պատմության համար սա հոբելյանական տարի է։ Ուղերձը այն կլինի, որ բաց լինենք նոր ձևաչափեր ուսումնասիրելու, հա, օրինակ շատերը կան, որ երբ ռադիոյի անուն ես տալիս, ռադիո դեռ լսում են, բայց չփորձելով, երբեք չմիացնելով, չհասկանալով ինչ է այնտեղ հեռարձակվում, չէ՞ որ եթե կան լսողներ, ուրեմն այնտեղ ինչ որ հետաքրքիր բան կա, այնպես որ նոր բաներ փորձելու, նույնիսկ եթե այդ նորը իրականում ոմանց կողմից մոռացված հինն է, պետք է բաց լինել, հատկապես այս տարի շատ լսեք աուդիո, շատ լսեք ռադիո։ Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին, նախ եւ առաջ ավագ գործընկերներին եւ նաեւ ռադիոլսողներին եմ շնորհավորում եւ կարծում եմ, որ ռադիոն դեռ երկար պատմություն կունենա ու ինչպես Վեգան նշեց, արդեն ադապտացվելով ժամանակակից ֆորմատների, հասանելի լինելով ոդքասթ հարթակներում, կշարունակենք հետաքրքիր բովանդակություն մատուցել մեր ունկնդիրներին եւ նրանք էլ սիրով կվայելեն։ Շատ շնորհակալություն։ Իրականում անկեղծ շատ հաճելի էր ձեզ հետ զրուցելը, ձեզ հետ օրը սկսելը, ձեզ լավ օրվա եւ տոնական օրվա շարունակություն ենք մաղթում։
Մենք էլ ենք միանում ձեր բարեմաղթանքներին, ռադիո լսողներին եւ նաեւ ձեր գործընկերներին։ Շնորհակալություն այս տարիների արած աշխատանքի համար եւ նաեւ շնորհակալություն ձեզ, սիրելիներս, որ դուք միշտ լսում եք, որովհետեւ ձեզ համար են աշխատում այս մարդիկ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Մենք TikTok թե ռադիո։ երաժշտություն։ Երաժշտություն է մեր եթերում։